Դե ինչ վերադարձան գովազդից եւ մեր տաղավարում է մեր առաջին հյուր այսօրվա։ Երևանում շտապօգնության կանչերի սպասարկման գործընթացը հունվարից փոխվել է, այլևս բոլոր կանչերն անվճար չեն սպասարկվելու։ Յուրաքանչյուր մարդու համար տարեկան հասնում է անվճար 8 կանչ, իսկ արդեն 9-րդ կանչը կլինի վճարովի։ Մեր տաղավարում է Երևանի քաղաքապետարանի շտապօգնության փակbaşնետիրական ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը, ում հնարավորություն ունենք տալու բոլոր հետաքրքրող հարցերը։ Բարև ձեզ, բարի լույս։ Վերջին շրջանում շատ էր առողջապահական ոլորտի, այսպես ասած, փոփոխությունները, սկսած պարտադիր առողջապահական ապահովագրությունից, նաև շտապ բուժօգնության հետ կապված եղավ փոփոխություն։ Հետաքրքիր է, ինչ միջինացված հաշվարկով ընտրվեց 8 կանչը եւ ինչ բացառություններ կան, որտեղ կռահում եմ, որ կլինեն բացառություններ։ Շատ լավ։ Նախ մի փոքր լրացում անեմ, ոչ միայն Երևանում, այլ ամբողջ հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում այլևս 8 կանչից ավելը կլինի վճարովի հիմունքներով։ Ուրեմն կա վերլուծություն, որ 2025 թվականին մեր խոսքը ես կարող եմ ասել միայն Երևան համայնքի մասին, մեր քաղաքացիների 90%-ը տվել է կանչ մինչև 8 անգամ։ 1%-ը տվել է 8-ից ավելի կանչ եւ այդ 1%-ի մեջ 0.5-0.6%-ը տվել է մինչև 20 անգամ կանչ, մնացածը տվել են 20-ից մինչև 300 անգամ կանչ։ Այսինքն բուժառու ունենք, ով տարվա ընթացքում 300 անգամ կանչ է տվել։ Հիմա փորձեմ մի լրացում անեմ։ 8 կանչից բացի 9-րդ, 10-րդ կանչերում կան բացառություններ, ոչ միայն 9-րդ, 10-րդ, հաջորդիվ կանչերում։ Ասենք օրինակ, եթե կանչը ցրտահարության է, այրվածք է, սրտի կանգ, դանակահարություն, ոսկրերի կոտրվածք, կայծակնահարություն, այսինքն բացառություն հանդիսացող դեպքեր կա, շատ է քննարկվում, որ օրինակ անգիտակից է ով է վճարելու։ Բնականաբար, եթե անգիտակից է կլինի 9-րդը, թե 15-րդ կանչը, դա կլինի անվճար հիմունքներով։ Ես կարող եմ ասել, որ այդ որոշումը շատ ճիշտ որոշում է եւ մի փոքր ինչ նաեւ ուշացած, ու սա այն որոշումներից է, որ ամբողջ բուժանձնակազմը եւս շատ ուրախ է դրա համար, որովհետեւ մարդիկ նույնպես հոգնում են անդադ նույն հասցեն գնալուց, անդադ նույն մարդու մոտ գնալուց, չգիտեմ, իրենց շաքարը ստուգելու կամ ասենք իրենց նյարդային լարվածությունը ինչ որտեղ թուլացնելու կամ իրենց ճնշումը ուղղակի չափելու։ Երևան համայնքում մենք դրել ենք այն մարդիկ, ովքեր բացառություն չհանդիսացող կանչեր կտան, կլինի մեկ կանչի համար 10,000։ Այս պահի դրությամբ կա 6 քաղաքացի, ում արդեն ծանուցում ենք ուղարկել 10,000 դրամը վճարելու համար, նրանցից 3-ը արդեն 3 հատ ավել կանչ ունեն։ Մի րոպե, կներեք, այս տարվա կտրվածքով արդեն հասցրել են 8 կանչի սահմանը անցնել։ Այո, կան նման քաղաքացիներ։ Եթե օրինակ այդ թիվը համեմատենք 2025 թվականի հունվար ամսվա հետ, ասենք այդ նույն մարդիկ նախորդ հունվար ամսին տվել էին արդեն 25 անգամ կանչ։ Բայց լուրջ, չգիտեմ, դուք ինձանից ավելի ճիշտ կձևակերպեք, դրանք լուրջ կանչ են, մարդը գուցե ունի առողջական խնդիր։ Լուրջ կանչ չկա։ Մարդը հրաժարվում է հոսպիտալացումից, ամեն օր գնում են, առաջարկում են հոսպիտալացում, մարդը հրաժարվում է։ Մարդը գիտի, որ շտապօգնությունում կա էլեկտրասրտագության սարք, կա, չգիտեմ, մագնեզիում, կա ճնշում իջեցնող սարք, կա շաքարը ստուգելու սարք, ինքը իր տան պայմաններում կանչում է, ու մինչև այս որոշումը բարբեր ամեն այսօր ու օրկար մի քանի անգամ։ Այսինքն դրա համար եմ ես ասում, ինչ որտեղ նաև ուշացած է եղել այս ամեն ինչը, ու պատկերացնում եք դա պետության վրա ինչ բեռ է։ Կամ ասենք հիմա օրինակ շատ է քննարկվում, բա թոշակառուն, որ ստանում է այսքան ժորտ, այդ քանի մարդու մեջ, այդքան մարդկանց մեջ մի քան մոտ 50-60 թոշակառու կա։ Մնացածը երիտասարդներ են, ովքեր տարբեր պատճառներ ունեն, ալկոհոլային հարվածություն ա լինում իրանց մոտ, նյարդային լարվածություն ա լինում, շաքարային դիաբետ ունեն, այս վիճակներն ա լինում։ Հիմնական կանչ տված բուժառուները, իրական շտապօգնության կանչ ունեցողները, ասում եմ, 2025 թվականին 99%-ը տվել է մինչև 8 անգամ կանչ։ Դուք խոսեցիք բացառություն կազմող դեպքերից։ Եթե անդրադառնանք քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց, լուրջ քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց, արդյոք նրանց ինչ-որ արտոնությունն էլ կամ այլ վերաբերմունք, թե նրանք նույնձև 9-րդ կանչից
ստիպված են լինելու կամ կա արդեն վիճակագրություն քրոնիկ, որ հիվանդության դեպքում կարող է օրինակ ինչը կանչից ավել լինի ու ասենք եթե Եվ հղիության մասին էլ խոսենք նաև հարցը լրացնելով հղիությունը մտնում է բացառության մեջ ընդհանրում է։ այս բայդրությամբ ես պետքա առաջարկով հանդես գա, ես ինքս որոշել եմ այդ բացառությունների մեջ կան ցանկ կա, որոնց հետ մենք անհամաձայնություն ունենք կամ լրացումների կարիք կա, դա արդեն մեր առողջապահության նախարարության գործընկերների հետ անելու ենք։ Իդեպ շատ լավ բան եք ասում, որևէ մեկը այս քննադատողների մեջ չկա, որ բացառություններին անդրադառնա։ Բայց ես ասում եմ, օրինակ բացառությունների մեջ կան շատ դեպքեր, որոնք ներառված չեն, ու կան դեպքեր, որոնք ես ինքս համարում եմ, որ ավելորդ է գրված։ Ու շատ հետաքրքիր բան եմ ասում, իրականում որևէ մեկը չի անդրադառնում։ Տեսեք, դուք ասեցիք, օրինակ հղիները չկա, ես չեմ տեսել։ Ես ինքս արդեն մտածում եմ, որ առաջարկով հանդես գայի, բայց իդեպ ասեմ, նախորդ տարի չի եղել հղի, ով 8 անգամից ավել կանչատվել, դա էլ ասեմ։ Ես ինքս մտածում եի, արդեն առավոտյան կար մի հատ գրություն, որ պետքա ուղարկվի նախարարին, առաջարկներով, հա, կամ ինչ որ բացառությունները վերանայելու խնդրանքով, ու հենց դա մտածում էինք, քննարկում էինք ու նայեցինք, որ հղի չենք ունեցել 25 թվականին, ով 8 անգամից ավել կանչատվել։ Այդ մարդիկ, Ժորժ ջան, այդ մարդիկ միշտ նույն մարդիկ են, իրանք ինչ որտեղ նաև հաճույք են ստանում։ Պատկերացնում եք, ես բոլոր բժիշկների, բոլոր անձնակազմի անունից եմ ասում, էլի, որ իրականում իրանք բոլորը ուրախացած են այդ որոշման հետ կապված, էլի, որտեղ իրանք բոլորը գիտեն, ով է, ասենք, ու մոտ ինչ միանշանակ, իհարկե, այսքան տարիների ընթացքում իրանք չեն փոխվում, նույնն են մնում։ Իսկ հաշվարկը հասցեով է լինում, թե անձով է լինում, ո՞նց է լինում հաշվարկը 8։ Դե մենք արդեն տարուց ավել է, որ ունենք բուժարունների նույնականացման համակարգ, այսինքն ՀՀ քաղաքացի հանդիսացող ցանկացածին կարողանում ենք տեղում նույնականացնել։ Տեղում գնում են, նույնականացնում են, ծննդյան տարեթվով կլինի, անձնագրի սերիայով կլինի, ՀՑՀ-ով կլինի, նույնականացնում են, եթե այդ մարդն է, նախ 103-ը անընդհատ թարմացում այդ ցանկը ունենում է, չգիտեմ, օրինակ քննադատում են, ասում են կա ինչ որ սխալ մարդկանց սխալ ծանոթություններ են ուղարկել, ճիշտ ասած որևէ մեկը չի բողոքել դեռևս, որ սխալ ենք ասել, 9 չի եղել, իրա, ասենք 7-րդ կանչն է եղել, բայց նույնիսկ եթե այդպեսին է լինի, դա հոգ չի, դա մեծ խնդիր չի, ասենք հնարավոր է նաև սխալվենք, ասենք ես ինքս այն մարդկանց թվին եմ պատկանում, ով նորմալ է նայում այդ սխալեն ու այդ սխալները հաշվի առնելով, էլ ավելի լավն ենք դարձնելու։ Դա նորմալ երևույթ է, բայց ասում եմ, դեռևս չի եղել մի մարդ, մի բուժարու, որ մեզ ներկայացնի հիմնավորում, որ սխալ ծանոթություն ենք ուղարկել։ Իդեպ մենք այն քաղաքացիները, ում 5-րդ կանչն է լինում, իրենց ծանոթում ենք, որ եւս մեկ անգամ հիշեցնում ենք, որ կառավարության որոշմամբ համընդհանուր ապահովության ներդրման պայմանավորված 8 կանչից ավելը լինելու է վճարովի։ Եթե մարդը օրինակ քրոնիկ հիվանդություն չունի, հոսպիտալացման ենթակա չի, բայց այնպես է ստացվում, որ 8-ից ավել կանչ է լինում։ Այդպիսի վիճակագրություն ունենք, լինում են այդպիսի դեպքեր։ Թե ամեն դեպքում, տեսեք, ես մասնագետ չեմ, հետեւաբար 8 կանչը կարող է 8 թիվը ինձ շատ քիչ թվա, բայց դուք ոլորտում եք ու գուցե 8 թիվը իրապես շատ է։ Այդ քննարկումն էլ կա, որ վերանայենք 8-ը թե չվերանայենք, ես ինքս 8 թիվը, ասենք, ինձ թվում է ոսկե միջինն է, ճիշտ թիվը ընտրված։ Ես կարող նաև թվերով ասեմ, ոչ միայն տոկոսային ասեմ, թվերով կարամ ասեմ։ 170,000 ՀՀ քաղաքացի կանչատվել, որից 168,500-ը կանչատվել մինչև 8 անգամ։ Դե 1000 քանի անձի մասին է, այդ 1000 քանիսից մոտ 800-ը կանչատվել մինչև 20 անգամ։ Մի քանի 100 անձ ով տվել է 20-ից մինչև 300 կանչ։ Այսինքն իրականում դա այդ որևէ խնդիր չկա էլի դրա մեջ, ասենք հստակ է, པարզ է, ասենք ամեն ինչ շատ հստակ է, པարզ է, բայց այդ մի քանի 100 անձը այնքան շատ կանչ են տվել։ Ասենք, չգիտեմ, 20 քանի, 30 քանի հազարի մասին է մեկ տարվա ընթացքում։ Դա ասենք էական մեծ բեռ է պետության վրա։ Այդ գումարները կարելի է ավելի ուրիշ տեղ ծախսել։ Բացի այդ, ասում են թոշակառուն ոնց պետք է վճարի։ Թոշակառուն եթե հոսպիտալացման կարիք ունի, կտանենք հոսպիտալացման 65 տարեկանից բարձրներն է ամբողջությամբ մտնում են ապահովագրության մեջ, որևէ խնդիր չկա ստեղ։ Նայեք, շատ են խոսում այն մասին, որ այս փոփոխությունները ուղղակիորեն կապված են բժշկական պարտադիր ապահովագրության հետ։ Ինչքանով է դա, որ այս տարվանից մտավ ուժի մեջ, ինչքանով է դա այդպես ու կապված են իրանք թե ոչ։ Իրանք միաժամանակ է տեղի ունեցել այդ ամեն ինչը, բայց ես ինքս դեռևս 2025 թվականին դեռ քրոնիկների դեմ արդեն իսկ պայքարում էինք
Իրանց հետ ես ինքս հանդիպել եմ շատերի հետ իմ մոտ, զրույց ենք ունեցել։ Նույնիսկ կանչեր ա եղել, որոնք չեն գնացել, որովհետև նույն հասցեից, նույն մարդու համար 2-3 ժամվա ընթացքում նորից կանչ են տվել։ Ինքս հանդես եմ եկել առաջարկով, որ ինչ որ սահմանափակում դնենք, որովհետև sense չի կարող շարունակվի այդ ամեն մի կանչի համար պետությունը ֆինանսավորում է։ Այդ կանչերի պատճառով իրական շտապ օգնության կարիք ունեցող մարդկանց կանչերը ուշանում է։ Իսկ օրենքը ինչ է ասում, բնակչության բժշկական օգնության սպասարկման մասին օրենքը ասում է, ինչ է շտապ օգնության կանչը, սուր իրավիճակներ եւ մարդու բուժառուի կյանքին հստակ վտանգ է սպառնում։ Իսկ այդ մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում, այդ մարդիկ ուղղակի ցավազրկման, ճնշման չափելու, շաքար չափելու, ճնշում իջացնելու, այդ դրա կարիք ունեն, իրանք հոգնում են գնան պոլիկլինիկա, չգիտեմ։ Իսկ առողջապահական պարտադիր ապահովագրության վճարը, որը մենք վճարում ենք 129,600 դրամ, մինչև ապրիլի 20-ը պետք է վճարենք փուլային է լինելու ու առաջին փուլով X գումարից ավել աշխատավարձ եւ ԱԶ 2.4 միլիոն շրջանառություն ունեցողներն են անցնում։ Եկեք հասկանանք շտապ օգնության այդ 10,000 դրամը հնարավորության դեպքում պարտադիրով կլինի փակել, թե չէ։ Եթե 8-ից ավել կանչ եղավ եւ բացառություն չհանդիսացող հիվանդություն, բնականաբար Պարտադիրը փակում է։ Չէ, չի փակի։ Չի փակում։ Դե պարտադիրը հենց այդ 8-ն է եւ բացառություն հանդիսացող հիվանդությունները։ Չէ, ես ունեմ պարտադիր առողջապահական ապահովագրություն, այնպես է ստացվել, որ 9-րդ կանչս է։ Ու բացառություն չի հանդիսանում, այսինքն բնականաբար դուք պետք է վճարեք։ Պարտադիր իմ ապահովագրության գումարը չի վճարում։ Չի վճարի, դա պետք է դուք վճարեք։ Այդ արդեն այդ 8 Բայց անվճարը այդ 8-ն էլ պետությունն է, չէ՞ վճարել, հենց այդ ապահովագրությունն է վճարել, մինչև 8-ը, ու 8-ից ավել բացառություն հանդիսացողները, բա ձեր համար ով է վճարել, վճարել է պետությունը։ Ես եմ վճարել։ Ու ասենք, եթե նայեք, այս պահին ասենք պետություն նայեք, բայց պետությունը այս պահին Երևան համայնքում մի կանչի համար վճարում է 8000 դրամ։ Հիմա պայմանավորվածություն կա, որ այդ գինը վերանայվելու է, մենք աշխատավարձներն ենք բարձրացնելու 26 թվականի առաջի կիսամյակ։ Հիմա եթե այս պահի գնով բանով հաշվենք, 8 անգամ կանչը, ասենք, ձեր տրված ապահովագրությունից 64000-ը արդեն մարվավ։ Պատկերացնում եք, չէ՞, հիմա ճիշտ է, հիմա բանակցում ենք, հեսա գինը կավելանա, կդառնա, չգիտեմ, X գումար, պայմանական եմ ասում։ Այսինքն դուք տարեկան վճարեք 120 քանի հազար դրամ ու մենակ չգիտեմ 65-70 հազարը գնա շտապ օգնությանը։ Հա։ Պատկերացեցիք, չէ՞։ Հա, մոտավորապես։ Չասեմ, որ արդեն հիվանդանոցել կարող է դիմել, չգիտեմ, Աստված մի արասե, օրինակ էլի բերենք այտենց։ Բնականաբար այս փոփոխությունները անելուց ենթադրում ենք, որ առաջնորդվել եք միջազգային փորձով։ Հատկապես որի երկրների փորձն ենք, այսպես ասած, մենք ուսումնասիրել եւ վերցրել եւ չկա որևէ մի երկիր, որտեղ անսահմանափակ շտապ օգնության ծառայությունից կարող օգտվեն։ Բացի Հայաստանից, միջև վերջերս։ Միջև վերջերս, այո։ Պատկերացնում եք։ Առաջիկայում էլ ինչ փոփոխություններ կան, արդյոք սա միակ փոփոխություններ կան, ճիշտ է, սրա մասին ամենաշատն է խոսվում շտապ օգնության հետ կապված, բայց էլ ինչ փոփոխություններ կան։ Նայեք, ընդհանուր առմամբ ցանկացած միտեղ որտեղ որ փոփոխություն է կատարվում կամ ասենք նույն ապահովության հետ կապված մեքենաների հետ կապված ապահովությունը երբ որ ներդրվել է Հայաստանում 11 թվականին, ինքը լիքը թերություններ ա ունեցել, ինքը լիքը թերացումներ ա ունեցել, ավելացումներ են արել տարիների ընթացքում։ Հիմա կարելի է ինչ որտեղ շտապ օգնությունը մի կողմ թողնեն, այնտեղ ահագին քննարկելու, լրացումներ անելու խնդիրներ կա։ Ասենք այն մարդիկ, ովքեր իրականում սրտացավ են, առաջարկեն, ասեն, այս բանը ավելացրեք, այս բանը հանեն, կամ ասենք նույն ձև ասում եմ շտապ օգնության վերաբերյալ բացառությունների հետ կապված լիքը անհամաձայնություններ ես ինքս ունեմ, կարելի է դրանցով առաջնորդվեն, դրանք փորձեն պետության համար, մեր բոլորիս համար լավը դարձնենք։ Հիմա այս ամեն ինչը որ լինի, մեր կանչի գինը կավելանա, մեր փոփոխությունների մեջ նախատեսում են 26-ին մեր բուժանձնակազմի համար աշխատավարձները բարձրացնենք, նոր մեքենաներ ձեռք բերենք, ռադիոկապը վերագործարկենք, ահագին նպատակներ ունենք, արտահայտությունը նորից փոխենք։ Իսկ եթե մարզերի մասին խոսենք, մեզ մոտ թվում է, թե մարզերը միշտ ավելի խոցելի իրավիճակում են գտնվում, այ մարզերում ինչ փոփոխություններ կան, այն ամեն ինչի ինչ թվարկեցիք, մարզերում եւս կլինի, օրինակ նոր մեքենաներ, չգիտեմ, ինչ վերազինում կլինի մարզերում։ Ճիշտ կլինի մարզերի հետ կապված դիմեք հանրապետական շտապ օգնության ծառայությանը, որոնք որ առողջապահության նախարարության ենթակայության տակ են գործում։ Կարամ ասեմ, որ օրինակ մարզում բնականաբար 10000 դրամ չպետք է գործի, ասենք օրինակ, չգիտեմ, քաղաք Կապանում ասենք 9-րդ կանչը բնականաբար կարող վերանայեն, չգիտեմ, ասենք 10000 չլինի, 3000 լինի կամ 5000 լինի։
ես Երևան համայնքի Հաշվի առնելով քաղաքի չափը, թե դե ընդհանրապես ասենք, այդ վիճակագրությունը իրենք պետք է անեն, էլի դա բնականաբար ասենք։ Իսկ ինչպես որոշվեց այդ դուք նշեցիք 10000 դրամ, ինչպես որոշվեց այդ գումարը, ինչից ելնելով, ինչից եկեք խոսենք այդ գնագոյացման մասին։ Որտեվ իսկապես վերազինված է նոր տեխնիկայով։ Ասեցի, հիմա պետությունը ֆինանսավորում է մի կանչի համար 8000 դրամ։ Դրա մեջ ամեն ինչն է ներառված։ Տեղորայքը, վառելիքը, աշխատավարձը, ամեն ինչը։ Ու ոնց որ ասեցի, պայմանավորվածություն կա արդեն, որ կանչի գինը պետքա վերանայվի, որ վերանայվի 10000-ից ավել ալնելու։ Այսինքն ի սկզբանե հաշվի ենք առել այդ ամեն ինչը, դրա համար հենց դրենք այդ նույն 10000 դրամը։ Այդ նույն տրամաբանության մեջ վճարովի է նաև այն կանչը, երբ օրինակ պայմանական ասեմ, քաղաքացին ապրում է աջափնյակ վարչական շրջանում, շտապօգնություն է կանչում ու իր իսկ ցանկությամբ ցանկանում է տեղափոխվել օրինակ Էրեբունի վարչական շրջան, այսինքն շրջանցի իրեն մոտակա վարչական հաստատությունները։ Այդ դեպքում էլի 10000 դրամ պետքա վճարի, որը արդեն գործում է մոտ 2 տարի։ Այսինքն չի կարա քաղաքացին ուղակի որոշի, որ ինքը ուզում է այսինչ տեղը գնա։ Դա նույնպես վճարով է ու արժի 10000 դրամ։ Այսինքն պոլիկլինիկան օրինակ ես ապրում աջափնյակ վարչական շրջանում եւ ամենից հաճախ օգտվում կամ աջափնյակ բժշկական կենտրոնից կամ հանրապետական հիվանդանոցից։ Ահա, հիմա եթե ինչ որ մի բան օրինակ հանրապետականում չկա, եթե չկա, ապա անվճար հիմունքներով տարվում է մյուս մոտակա հիվանդանոցը, որտեղ կա այդ ծառայությունը, բայց եթե կա, հա, անուններ չտամ բժշկական կենտրոն, եթե կա ու ձեր նախընտրությամբ դուք ասում եք, որ այդ հիվանդանոցը ձեր սուբյեկտիվ կարծիքն է, լավը չի, ձեզ դուրս չի գալիս ու դուք նախընտրում եք հեռու գտնվող բժշկական հաստատություն, բնականաբար այդ կանչը պետքա լինի վճարովի։ Նույն այդ բողոքող քաղաքացիների մեջ շատ եմ տեսել, որ ասում են մարզից Երևան տեղափոխությունը վճարովի է ու կիլոմետրը 1000 դրամ է։ Այո, մեր գնացուցակով 1 կիլոմետրը 1000 դրամ է, բայց այն դեպքում է դա այդպես, երբ որ մարզային բժշկական հաստատությունը կարող է այդ բուժառուին սպասարկել, բայց բուժառուն չի ցանկանում այդ մարզային բժշկական հաստատությունում բուժում ստանալ։ Ինքը նախընտրում է տեղափոխվի Երևան։ Դե բնականաբար այդ դեպքում պետքա վճարովի տեղափոխվի։ Պայմանական պատկերացրեք մի մարզում մարդը ստանում է կոտրվածք։ Այդ մարզի բժշկական հաստատությունը կարող է այդ մարդուն վիրահատի։ Այդ մարդը չի ցանկանում, ասում է ես չեմ ուզում ստեղ, ուզում եմ գնալ Երևան վիրահատվեմ։ Դե բնականաբար պետքա դա այդ մարդը վճարի դրա համար։ Իսկ երբ որ այդ մարզում չկա այդ ծառայությունը, ասենք պատկերացնենք գլխուղեղի արյան շրջանության սուր խանգարում է, ինսուլտ է մարդու մոտ։ Մարզում չեն կարող այդ միջամտությունը անեն։ Բնականաբար անվճար հիմունքներով այդ մարդկանց պետության հաշվին բերում ենք Երևան։ Կամ ասենք այնպիսի կոտրվածք հաստատել, որ բարդ վիրահատությունա չի կարող, բնականաբար էլի անվճար հիմունքներով բերում ենք Երևան։ Իսկ եթե ես օրինակ կանչել եմ 8 անգամ, կանչում եմ 9-րդ անգամ եւ ինձ ասում են, որ ես պետք է վճարեմ 10000 դրամ, ինչպես է կատարվելու այդ վճարելու process-ը, այսինքն տեղում թե անկանխիկը, կանխիկ 2.5 տարի է անկանխիկ է, ներդրել ենք, մեր բոլոր բրիգադները հագեցած են, բոլորը պլանշետներով են աշխատում, էլեկտրոնային է, այդ նույնականացումը, ամեն ինչը, բոլոր բրիգադների մոտ այդ պլանշետների վրա կա անկանխիկ վճարում ստանալու հնարավորություն։ Բացի այդ, բոլոր վճարահաշվարկային տերմինալներում, չգիտեմ, Telcel, Fashift, բոլորում կա Երևան քաղաքի շտաբուժողության իկոնկան։ Մարդիկ դրանով են կարող վճարում անել։ Իսկ եթե օրինակ մարդ չունի հենց այդ պահին, իր մոտ օրինակ գումար։ Դե հետո Telcel-ով ինչու վճարում է։ Կամ հետո վճարում, մենք ծանոթություն ենք ուղարկում իրենց։ Ասեցի արդեն 6 քաղաքացու ուղարկել ենք, որ խնդրում ենք 15-օրյա ժամկետում մեր այսինչ բանկի, այսինչ հաշվի համարին վճարել այսքան գումար, քանի որ դու գերազանցել եք սահմանված 8 կանչը, բարի եղեք վճարեք։ Իսկ պարտադիր ապահովագրությանը նորից վերադառնալով, պարտադիր ապահովագրությունը անգամ փակում է այն գումարը, որը օրինակ ես չեմ ուզում հանրապետական հիվանդանոցում սպասարկվեմ, բայց հանրապետական հիվանդանոցը պատրաստ է ինձ սպասարկել, ես ասում չէ, ես ուզում եմ գնամ X բուժ հաստատությունը։ Իմ պարտադիրը դա չի փակում արդեն։ Չէ, իհարկե չի փակի։ Ասում եմ, մնա հանրապետականում քո պարտադիրի շրջանակներում բուժվի։ Դե պատկերացրեք, պատկերացնենք, էլի, պատկերացրեք դուք ցանկանայի գնայիք, ասենք օրինակ Սյունիքի մարզ Մեղրի։ Ասեք դուք նախընտրում եք ընդդեի բժշկական հաստատությունը։ Թող իմ ապահովագրությունը փակեք։ Իմ բժիշկը այնտեղ է։
Իսկ եթե այդ ցանկում հիվանդանոցը կա, օրինակ այս հիվանդանոցը եւս ներառված է, Արմեդով ես նայել եմ, տեսել եմ այս հիվանդանոցը կա։ Բոլորն է ներառված, բայց նայեք, բերեք պատկերացնենք, էլի օրինակ շատերն են էլի այդ ժամանակ բողոքում ասում են իմ բժիշկը այնտեղ է։ Ձեզ որևէ մեկը չի սահմանափակում ձեր բժշկի մոտ գնաք, բայց ով ասեց, որ պետքա շտապօգնության մեքենայով գնաք։ Եթե շտապօգնության մեքենա է, ուրեմն պետքա, ուրեմն շտապ բուժօգնության կարիք ունեք։ Այդ տրամաբանությունը, որ դրված է շտապօգնությունը հիվանդներին հոսպիտալացնելիս, պետքա առաջնորդի ամենամոտ գտնվող բուժհաստատությունով, այն բուժհաստատությունով, որտեղ կա տվյալ պրոֆիլը ու որտեղ կա ռեանիմացիա, որտեղ կա վերակենդանացում։ Այ երբ որ չկա այդ պրոֆիլը, երբ որ դուք այնպեսի խնդիր ա ձեր մոտ, որ ձեր մոտակա բժշկական հաստատությունը չունի այդ ծառայությունը, բնականաբար պետքա տնենք հաջորդ մոտական։ Իսկ այն խոսակցությունները, որ ասում էին հիվանդանոցների թերապևտները, պոլիկլինիկաների կներեք թերապևտները պետք է համագործակցեն, աշխատեն շտապ բուժօգնության բժիշկների հետ, շտապ օգնության հետ կանչերի գնան, կա այսպիսի բան, թե ուղղակի այդպես սոցիալային մակարդակով խոսակցություն։ Չէ, կա նման բան, դա այն կանչերը օրինակի համար, երբ որ քաղաքացու համար 24 նույն քաղաքացու համար տրվել է կանչ երկրորդ անգամ 24 ժամվա ընթացքում քաղաքացին չի հոսպիտալացվել, հրաժարվել է հոսպիտալացումից, իր կամքով հոսպիտալ հրաժարվել է, կարանք ուղղորդենք առողջության առաջնային պահպանման օղակ։ Պոլիկլինիկա։ Պոլիկլինիկա, բայց մենք կարանք նաև գնանք սպասարկենք, եթե ասենք ազատ է տվյալ դեպքում բրիգադները, կարանք հանգիստ գնանք սպասարկենք, էլի այդ իր 8 կանչի մեջ գնանք սպասարկենք։ Այդտեղ որևէ խնդիր չկա, բայց նախկինում էլ է եղել այդպես։ Առողջապահության նախարարի 27-ին հրամանով նախկինում էլի եղել է 4-րդ տեսակի կանչեր, հա, որոնք կարող են ուղղորդվել առողջության առաջնային պահպանման օղակ կամ 120 րոպեվա ընթացքում սպասարկող կանչեր, կամ կարող ենք ասենք այդ նույն կանչը 120 րոպեում սպասարկել։ Բայց եթե 24 ժամվա ընթացքում երկրորդ կանչա լինում, ես արդեն խոսում եմ ամենայն հավանականությամբ լուրջ խնդրի մասին եւ հոսպիտալացման անհրաժեշտության մասին, չէ՞։ Այն ցանկը, որ նշեցի, այդ քրոնիկները, իրանք մեկը ամեն դեպքում իրանք հրաժարվում են, իրանք խնդիր չունեն, իրանք ուղակի կանչում են։ Իսկ մյուս դեպքերում, երբ որ կացուցում, այո, դեպքեր ունենում ենք, երբ երկրորդ, երրորդ կանչից մարդը ամեն դեպքում հասկանում է, որ իրավիճակը շատ լուրջ է։ Այդ դեպքերը գնում սպասարկում ենք, բայց կարող ենք նաև ուղղորդել կամ կարող ենք նաև այդ կանչերը 120 րոպեում սպասարկել։ Որտեղ երբ որ գնում են մարդուն հետազոտում են, առաջարկում են հոսպիտալացում, մարդը ստորագրում է, որ հրաժարվում է հոսպիտալացումից, հետո ասենք չի կարա բրիգադը նորից առաջնահերթություն տա այդ կանչին գնա, պատկերացնում եք, այսինքն որտեղ իր մանրամասն բացատրում է, իր ասենք հրաժարման բարդությունները ինչ կարանի, հետևանքները ինչ կարող է լինել։ Եվ քիչ ժամանակ է մնացել ամփոփելով պարտադիր առողջապահական ապահովագրության հետ կապված որպես զուտ քաղաքացի, ինչ այսպես ասած պրետենզիաներ ունեք դուք, որովհետև նշեցիք, որ օրինակ շտապ օգնության այս փոփոխության հետ կապված կա ցանկում ինչ-որ բան, որոնց հետ դուք ինքներդ անհամաձայնություն ունեք եւ առաջարկել եք։ Այ պարտադիր առողջապահականը, որ հիմա ուղղակի ասենց շատ ուժեղ է քննարկվում, այ ձեր կարծիքը։ Բնականաբար խնդիրներ կան, իրականում շատ խնդիրներ կան, ու այդ խնդիրները պետք է հաշվի առնելով էլ ավելի լավը դարձնենք, որովհետև դա մի քանի տարի մի այս երկիրը դեպի առաջ է մղելու, նույնը նաև եկեք հիշենք, մինչև մեքենաների հետ կապված պարտադիր ապահովագրությունը, ինչքան կոնֆլիկտներ կան ու հիմա ոնց է գործում։ Տարիների ընթացքում դեպի լավն է գնացել, նույնը այս մեկը պետքա այնպես միասին բոլոր ուժերով ունենանք, որովհետև սա շատ լավ բան է, բոլոր զարգացած երկրները ունեն ապահովագրություն, պետքա այդ թերությունները հաշվի առնելով ավելի լավը դարձնենք, ուրիշ ոչ մի բան։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնենք մեր եթերում մեր Երևանի քաղաքապետարան շտապօգնություն ՓԱԿ բաժնետիրական ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը, իսկ այժմ առաջարկում եմ գնանք լսենք երաժշտություն, փորձենք երաժշտության ընթացքում էլ մարսել, որովհետև ինֆորմացիան շատ էր։ Գնացինք երաժշտություն։